Սեպտեմբերի 20-ին ելույթ ունենալով քաղաքացիական պայմանագիր կուսակցության համաժողովում գործող վարչախմբի պարագլուխ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց առաջիկա համապետական ընտրություններին սահմանադրական մեծամասնություն նվաճելու եւ դրանից հետո մեր քաղաքացիներին սահմանադրական հանրաքվե պարտադրելու իր մտադրության մասին։ Դրանով նա փորձելու է լուծարել միջազգայինորեն ճանաչված Հայաստանի Հանրապետությունը եւ նրա փոխարեն ձևավորել թուրք-ադրբեջանական տանդեմի ենթակա նրա կողմից պարտադրված սահմանադրությամբ եւ օրենքներով ապրող կիսապետական մի կազմավորում։ Այս հայտարարությունը նաեւ հստակ ուղերձ է առաջիկա համապետական ընտրությունները կեղծելու եւ նրանց արդյունքները ներգաղթելու վերաբերյալ, քանի որ հասարակության մեծ մասի կողմից մերժված վարչախումբը այլևս որևէ շանս չունի արդար ընտրություններով մեծամասնություն ստանալու համար։ Սա հաստատվում է նաև գործող վարչախմբի բազմաթիվ այլ բռնատիրական գործողություններով, մասնավորապես քաղաքական ընդդիմախոսների կամայական ազատազրկումներով, նրանց գույքի ապօրինի բռնազավթումներով, երկրում վախի եւ ատելության մթնոլորտի սաստկացմամբ եւ մեր հասարակությանը շարունակաբար մոտալուտ պատերազմի շանտաժով։ Այս պայմաններում, երբ գործող բռնատիրական վարչախումբը սաստկացնում է իր գրոհը հայ հասարակության եւ նրա դավանած արժեքների դեմ, գործող ազգային կառույցները մինչ այժմ չեն կարողացել միավորել իրենց ուժերը մեր երկրի գլխին կախված սպառնալիքները չզոքացնելու համար։ Նրանցից յուրաքանչյուրը հավակնելով միանձնյա պայքարել գործող վարչախմբի դեմ, իրականում ջլատում է մեր հասարակության դիմադրողական ուժերը։ Եկել է ժամանակը, երբ դաշտում գործող առողջ ազգային ուժերը հանդես գան միասնական պլատֆորմով եւ հստակ, հզոր եւ կազմակերպված այլընտրանք ներկայացնեն գործող վարչախմբին, ինչը թույլ կտա կանխել նրա վերարտադրությունը եւ չեզոքացնել նրա կողմից նախապատրաստվող սահմանադրական հեղաշրջումը։ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը հավատարիմ Հայաստանի եւ Արցախի պաշտպանության իր հիմնարար առաքելությանը առաջարկում է Հայաստանի հանրային դաշտում գործող բոլոր առողջ ազգային ուժերին եւ անհատներին անապահ սկսել երկկողմ եւ բազմակողմ խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության պաշտպանության շուրջ միասնական ազգային դաշինք ձևավորելու նպատակով։ Մենք հանձն ենք առնում իսպաս դնել մեր բոլոր ուժերը այսպիսի դաշինքի կազմավորմանը եւ կանենք հնարավոր ամենը կանխելու Հայաստանում սահմանադրական հեղաշրջումը եւ թուրք-ադրբեջանական բռնատիրության հաստատումը։ Բռնատիրությունը չի անցնի։